Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, օրեր առաջ ավարտվեց Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026-ը։ Աշխարհի ինչ քաղաքը։ Խոսում ենք Եվրատեսիլի մասին դասական։ Մենք էլ հիմա քիչ հետո խոսելու ենք մեր շատ սիրելի հյուրերի հետ, ամփոփելու ենք այս մրցույթը, ես շտապ եմ ներկայացնել նրանց Անուշ Տեր-Ղուկասյան, Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026 նախագծի պրոդյուսեր, բարի լույս, եւ Արթուր Մանուկյան, Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026 նախագծի շոու պրոդյուսեր, բեմադրող ռեժիսոր։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ճիշտ է, մենք պարբերաբար անդրադարձել ենք մեր գործընկերները առիթ ունեցել են շնորհավորելու, մենք էլ շատ հաճախ էինք հանդիպում, բայց ես հիմա վերջապես կարող եմ ասել շնորհավորում եմ ձեզ եւ շնորհակալություն նաեւ ձեր գլխավորությամբ մնացած բոլոր անձնակազմին, մեր գործընկերներին, հանրայինում այն բոլոր մեղավոր մարդկանց, ովքեր մեծ նշաձող սահմանեցին, որովհետեւ վերջերս նույնպես առիթ ունենք ուղիղ եթերում խոսելու, այս տեսակ կարծիք եկավ գլխումս, որ իրականում մենք մարտահրավեր ենք նետել շատ այլ երկրների, որտեղ որ այսուհետ պետք է 2 տարին մեկ անցկացվի դասական Պատանի երաժիշտների Եվրատեսիլը։ Ու իրոք մենք շատ պատվով ներկայացանք, հիմա ունենք հրաշալի առիթ այդ ամենը ամփոփելու։ Սկսենք նախապատրաստական աշխատանքներից։ Նախ շնորհակալություն լավ խոսքերի համար ու իսկապես բարձր նշաձող սահմանեցինք նաև հաջորդ տարի հյուրընկալող Լատվիայի համար, իդեպ փոփոխություն է տեղի ունենում ֆորմատում, այո, 2027 թվականի Լատվիան կհյուրընկալի, չէ, նա երկրորդ տեղ է գրավել պատվիրակը, բայց նրանք համաձայնվել են հաջորդ տարի հյուրընկալել եւ իրոք իրենք արդեն այդ կարծիքը հայտնել են, որ մենք ինչ ենք անելու հաջորդ տարի, շատ դժվար է լինելու իրենց համար, թող էլի դուք գնաք այնտեղ նույն բանը կամ ավելի լավ է։ Իդեպ այստեղ արդեն մաստեր կլաս անցկացրել ենք առաջին 2 օրերին, երբ եկել էին, շրջեցինք օպերայի բալետի շենքով մեկ, բացատրեցինք ինչ են կարել, ոնց է այս ամեն ինչը պատրաստվել ու հաջորդ օրը պրոյեկտ մենեջերը EBU-ի ինձ մոտեցավ, ասեց ոնց որ վախեցել են։ Այդ ինչեր ես պատմել, վախեցել են, բայց չէ, իրենց այս ընթացքում էլի կխոսենք, կշփվենք հաստատ։ Ու իրականում նաև հետաքրքիր է նախապատրաստական աշխատանքները, որովհետև շատ մեծ էր ծավալը եւ մասշտաբները, պատասխանատվության մասին էլ չեմ ուզում խոսել, որովհետև դա աննկարագրելի մեծ պատասխանատվություն էր։ Ինչքան էր պետք պատրաստվելը, ինչ դժվարություններ մենք այս ընթացքում, ամեն ինչ էսթետիկ, այսպես բոլորը թե ներկայ են գտնվում շատերը, թե նաև միլիոնավոր մարդիկ հետևում էին հանրային ուղիղ եթերում, բայց այդ ամենից դուրս մենք գիտենք ինչ աշխատանք է եղել։ Իսկապես դժվարություններ շատ են եղել, հատկապես վերջին օրերին շատ լարված շրջաններ, դե հաստատ պատկերացնում եք։ Տարի եւ ավելի պատրաստվել ենք այս նախագծին, իհարկե թիմերը ընթացքում միացել են մեզ, բայց կոնկրետ ես եւ Արթուրը երևի հունվար ամսից արդեն ես մինչ այդ արդեն պայմանագրային փուլում, բանակցային փուլում դժվար էր, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի ու նաեւ այս արձագանքը, լավ արձագանքը մեզ շատ ոգևորել է ու շատ ուրախ եմ, որ բոլորը տպավորված են հեռացել այստեղից։ Ստացվեց այն, ինչի համար աշխատում էինք այսքան։ Արթուր, դուք ինչ մարտահրավերների բախվեցիք, ինչ փորձությունների միջով անցաք։ Իրականում, ինչպես նշեց Անուշիկը, շատ դժվար էր, բարդ էր, տարբեր փուլերով անցանք, բայց միևնույն ժամանակ հաճելի էր, որովհետև մենք ինքներս էինք փորձ ձեռք բերում եւ ինքներս էինք սովորում տարբեր մեր իսկ սխալներից, գուցե այդպես ընթացքային, հա, բայց գլոբալ պատասխանատվությունը այն էր, որ մենք պետք է հեռարձակենք ամբողջ եվրոպական հեռարձակողների միության մասնակից հեռուստաընկերություններին եւ կարեւոր էր որ դա լիներ առանց խոտանների ու լիներ անթերի եւ նաեւ քանի որ վայրը ընտրվել էր Հայաստանը, Երևանը, կարեւոր էր նաեւ ցույց տալ, որ Հայաստանը ունի պրոֆեսիոնալ մեծ թիմ, Հայաստանը կարիք չունի դրսից հյուրընկալելու այլ թիմերի, այլ պրոֆեսիոնալների, այդ առումով իհարկե հաճելի էր, որովհետև
երբեմն տպավորություն կա, որ Հայաստանում հա ինչ որ բաներ, չգիտեմ, ոչ այդքան պրոֆեսիոնալ են, ոչ այդքան բարձր մակարդակի են կարող։ Բայց տեղեկատվության խնդիր է, ինֆորմացված չեն։ Այո, բայց ասեմ, ես տարբեր տարիների, տարբեր եվրատեսիլների ընթացքում նկատել եմ եւ հետևել եմ եւ հասկացել եմ, որ մենք ունենք բացառիկ տաղանդավոր եւ մասնագետներ, թե տեխնիկական, թե ստեղծագործական եւ հենց դասական եվրատեսիլներ փաստեց, որ մենք այո կարող ենք մեծ միջազգային թե մրցույթներ, թե համերգներ, թե հյուրընկալել, թե ինքներս նախաձեռնենք։ Ու այն էլ նոր ֆորմատով, որովհետև այս տարի մենք ներկայացանք լրիվ այլ ֆորմատով, ձևաչափով, ու սա նաև նորություններ ոչ միայն մեր համար, այլ նաև պատվիրակությունների, Եվրոպական միության, Եվրոպական հեռարձակողների միության համար, ու նաև հենց այս մասով մենք շատ երկար բանակցություններ ենք ունեցել մինչև վերջին օրերը, որովհետև հենց այդ 40 րոպե բալետային ներկայացումը, որի մասնակիցն էիք նաև դուք, Ռուբեն ջան, շնորհավորում եմ նաև դրա համար։ Դա նորություն էր այս տարի, երբեք նման բան չէր եղել, որովհետև միշտ երբ ժյուրին գնում է որոշման, հանդիսատեսն ուղղակի նստում եւ սպասում է, թե երբ է ժյուրին վերադառնալու, մենք դրա համար կոտրեցինք այդ նկարների ընթացքում իդեպ նույնպես բացառիկ պահեր տեղի ունեցան, այնտեղ մենք մասնագիտական լեզվով ասած շատ բարդ է մեկ կադրը 12 րոպեանոց, դա մի ամբողջ ֆիլմ է։ Պատկերացրեք, դե ինչքան փորձեր են պետք, բայց այդ փորձը չկա, ժամանակը, տարբեր խնդիրներ, տեխնիկական եւ ոչ միայն գրաֆիկի հետ կապված, եղանակը ընթացքում մենք աղոթում ենք, որ եղանակը բարենպաստ լինի, անկեղծ, որովհետեւ չեք պատկերացնի ինչքան մեծ թիմ էր ու թիմեր էին այդտեղ աշխատում։ Եվ այդ բարձրությունը որտեղից որ պետք էր օպերատորը իջներ 27 մետր այդ տղան իր վրա պարանները կապած, որը իդեպ եթե չեմ սխալվում մեր տաղանդավոր Արամայես Հայրապետյանի տեղեկատվությամբ եմ ասում, նրանից եմ լսել առաջին անգամ, որ դեռևս չի եղել նման բան, որ 27 մետր օպերատորը այդ 35-40 կիլոգրամ վրան տեխնիկան ամրացված, ասում եմ մեր մասնագետները ֆանտաստիկ են, դժվար փորձություններով են անցնում, քանի որ հիշեցիք, եկեք նաև հիշենք այդ հատվածի մեր գործընկերոջը ռեժիսոր Արամայիսին Հայրապետյան ու նաև իրեն շնորհավորենք, որովհետև նրա ստեղծած այդ պատկերը նաև շատ մեծ արձագանք եւ շատ նաև մեծ այսպես բան տվեցավ, գեղեցկացրեց այս ամբողջ երեկոն, այս միջոցառումը, որովհետև մի այլ բան է մրցույթային հատվածը եւ մի այլ հատված էր այդ ամբողջ ստեղծագործությունը, որը նաև Եվրոպային ցույց տվեցինք, թե ինչպիսի գեղեցիկ շինություն ու ինչ պատմություն ունի մեր օպերային թատրոնը։ Ես հիշում այդ օրը լարված մինչև գիշերը ժամը 10-ը սպասում էինք եղանակը, եթե փոխվի նոր նկարը հանվի։ Ընթացքում անձրև եղավ, ընթացքում մենք նույնիսկ անձրևային պայմաններին, այսպես մարդ արավեր նետեցինք, պայքարեցինք ու կարողացանք հաղթահարել։ Նաև կուզենամ մենք մեր շնորհավորանքն ու շնորհակալությունը հայտնենք ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, որովհետև իրականում նրանք նույնպես շատ ֆանտաստիկ ելույթ ունեցան, մասնավորապես Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար։ Նաև ես կուզենամ օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տնօրենին, Կարեն Դուրգարյանին, ձեր անձնակազմին, բալետի անձնակազմին, սիմֆոնիկ նվագախմբին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել։ Իսկապես այս թիմերը միացել են մեզ ու մեր հետ միասին արել են ամեն բան, որ այս երեկոն ստացվի։ Դրա համար շնորհակալ ենք շատ։ Նաև մեր գործընկերներին, մեր գոլեգաներին, ովքեր ուղիղ եթերի ժամանակ նույնպես մեր օպերատորները, մեր ռեժիսորները, չնայած ռեժիսորները, Օրնիբոն մենք հիշեցնում ենք եւ ասում ենք, որ պատանի ռեժիսորների դասական եվրատեսիլն է լինելու ամսի 6-ին։ Սա նույնպես փաստում է, երբ որ մենք միանում ենք, այսպես մի բրոնզք ենք դառնում։ Իսկապես, այո։ Ֆանտաստիկ բաներ են մեր մեկ կողմից։ Ինչ արձագանքներ եղավ ժյուրի կողմից, արտասահմանցի մեր հյուրերի կողմից եղան։ Ինչ օրս Անուշիկը ստանում է բազմաթիվ լավ նամակներ, շնորհավորանքներ, անուշ չեն ասի, ժյուրին արդար չէր։ Բոլորին դա հետաքրքրում է։ Իրականում Լեհաստանի ներկայացուցիչը հենց առաջին օրվանից գերել էր բոլորին, ես հիշում եմ, երբ փորձերը սկսվել են, անգամ մեր աշխատակիցները թիմում խոսում էին, որ շատ լավն է ու գրավել են։ Որտեղ նա բացառիկ տաղանդավոր Ես իհարկե շատ կուզեի, որ Էլենը երկրորդ տեղ գրավել, բայց եռյակ մտնելը, այք հիշեք, մենք հյուր էինք ձեզ մոտ։ Ես իսկապես հույս ունեի, որ մենք եռյակում կլինենք ու այդպես էլ եղավ, ինչի համար շատ ուրախ եմ։ Սա նաև եւս մեկ հաղթանակ էր մեզ համար։
Ինչ է տալիս այս ամենը մասնակիցներին, հետագա իրենց քայլերի, իրենց կարիերայի համար։ Նախ ճանաչում են ձեռք բերում, բացի այն, որ իհարկե ընկերանում են շատերի հետ, ժյուրի անդամներն են նրանց նկատում, այլ մասնագետներ են նրանց նկատում եւ հետագայում շատ առաջարկներ անում, այնպես որ միայն լավ առումով։ Վստահաբար ճանաչումից բացի նաև դա փոքրիկ, այսպես Փորձ է նաև, չէ՞։ Թրիչք է, որ այո, դեպի արդեն մեծ բեմեր, արդեն ավելի մեծ ճանապարհներ, այ հետաքրքիր է, բայց անկեղծ պատասխանեք։ Պատկերացնենք 2028 թվականին կուզենայիք հայտ ներկայացնենք ու նորից մենք ներկայացնենք դասական Եվրատեսիլը։ Այս ամենի միջով կարճ ասած պատրաստ եք նորից անցնել։ Նրանց աչքերը երևի նշանակը այո։ Գոնե 2 տարի հանգստանանք, հետո ասենք, 28 չէ, բայց 29-ը հա։ Հա, ունի քիչ է 28-ը։ Բայց ինձ թվում է դուք կուզեք այլ ավելի մեծ մրցույթ ու նախագիծ վերցնել ձեր վրա, այսպես ասած, ու դա իրականացնել։ Իհարկե, մյուս անգամ կարելի է անել, իհարկե, որպեսզի նաև մեր անցած ճանապարհը, սխալները, բոլոր թերությունները եւ այլն եւս մեկ անգամ այստեղ միշտ ցանկացած աշխատանքից հետո հասկանում ես, որ այստեղ կարող է այսպես լիներ կամ այնպես լիներ։ Դրա համար իհարկե հետաքրքիր է միշտ նույն բանը երկրորդ անգամ ուրիշ ռակուրսից, հա, տեսնելը միշտ հետաքրքիր է եւ թեթև ակնարկ էր, գուցե մենք 29 կամ 30 մի քիչ հանգստանանք նոր, էլի, ողին գործ ենք արի։ Նորից երևում է ոչ թե ոչ անուշ։ Այնքան սխալ ժամանակ ես այդ հարցը տալիս։ Հիմա չէ, հա, էմոցիոնալ պատրաստ չէ։ Եվ գալիս է օրերին, հա։ Բայց մոտ ապագայում հուսանք, որ մենք նույնպես հայտով կներկայանանք։ Այո, ինչու՞ ոչ։ Եվրոպան կուրախանա, կարծում եմ, այդ փաստից հաստատ։ Նորությունների սպասենք, հա, փաստորեն։ Հաջորդը մյուս տարի է լինելու։ Այո։ Երբ ֆանից հայտեր կներկայացվի, երբ ֆանից մենք արդեն մեր հայկական պատվիրակին կընտրենք։ Անկեղծ ասած դեռ չենք որոշել ոնց ենք անցկացնելու մրցույթը կամ արդյոք անցկացնելու ենք թե ոչ, բայց մենք արդեն ներկայացրել ենք մասնակցության հայտ եւ մասնակցելու ենք հաջորդ տարի։ Բայց ես շատ կուզեի, որ մենք այս տարին ամփոփեինք նաև շոուի մասով, որովհետև պիտի նշեմ, որ այս տարի շոու կոմպոնենտը առաջին կողմում էր դրված, որովհետև միշտ այստեղ մրցույթն է ավելի շատ գերակշռում։ Մենք այս տարի փորձեցինք շոուն եւս անմոռանալի դարձնել ու շատ հնարքներ մտածել, որի մասին կարծում եմ Արտուր ավելի մանրամասն կխոսի, շատ կարևորում եմ այս տարվա շոուն նույնպես ու սա Արտուրի շնորհիվ է իրականում, այն ամբողջ ինչ դուք տեսաք օպերայի շենքում, դա Արտուրի, այո, Արտուրի գաղափարն էր։ Ամենուրեք իրոք հետաքրքիր տեսարժան ու պատմություն պատմող, ոչ մի պատահական բան չկար։ Ամեն ինչը թե կտավներից սկսած եւ մշակույթին անդրադարձ ունենալով ամեն ինչը շատ մտածված էր եւ շատ գեղեցիկ էր։ Միտքը որտեղից էր ու ինչը պատճառ դարձավ, որպեսզի մրցույթը իր հերթին, բայց նաեւ շոուն, այսպես կարևորելով մեկ նշաձողի վրա իրենց դիտարկելու առիթը։ Իրականում նախագիծը այնպեսին է, որ ինքը իր կանոններով եւ իր վիզուալով միշտ տարբերվել է մնացած շոուներից առհասարակ նախորդ տարիներին եւ երբ որ պատրաստվում էինք հասկացանք որ կարելի է ինչ որ լուծումներ առաջարկել, ինչ որ վիզուալներ, որոնք ել ավելի դասական երաժշտությունը կբերեն էլի առաջին պլան, բայց նաեւ երկրորդ պլանում կլինի կարևոր նաև պատկերը, նաև նկարահանման տարբեր տեխնիկական լուծումները։ Դրա համար, երբ որ նկարահանում էինք մեր բացման հիմնական անոնսը, նկարում էինք ազգային պատկերասրահում, հենց այնտեղ միտք ծագեց, որ ինչու ոչ, եթե նաև այս ամեն ինչի հետ մեկտեղ կամ զուգահեռ ներկայացնեինք նաև մեր կերպարվեստը, մեր պատմությունը, մեր արվեստի այդ ճյուղը այլ կողմից կամ զուգորդվի երաժշտության հետ ու այս դեպքում նաև որպեսզի ոչ միայն հայկական կերպարվեստը առաջ բերեինք, հասկացանք, որ կարող ենք նաև այն մասնակից երկրներին առաջարկել իրենց հայտնի կտավները, իրենց performance-ի ժամանակ նաև ուղղորդի եւ այդ վիզուալով, հա, նաև այդ երաժշտությունը հնչի։ Շատ փոքր միջամտություն էր եւ նաև պետք էր թողել երաժշտությունը առաջին պլանում։ Մաքսիմալ փորձել ենք, որպեսզի ամեն ինչ
մինիմալ վիզուալներ լինեն օպերայի թատրոնի շենքին, որևէ մեծ դեկորներ ու ավելորդ դեկորներ չլինեն, այսինքն քիչ միջամտություն լինի եւ ամեն ինչ լինի պարզ ու դասական։ Երևի նկատել եք, որ ինչն էլ որ ավելացրել էինք, հա դեկորի տեսքով դա նույնպես նմանեցված էր շենքի ճարտարապետությանը։ Հատկապես ժյուրիի նստավայրը, որ շատ գեղեցիկ էր, շատ տպավորիչ, օպերային թատրոնի աշխատողներն էլ ուզում էին պահեին։ Չէ, ամեն ինչը շատ մտածված էր ու շատ գեղեցիկ, հատկապես որ առաստաղին, երբ որ ամեն տեղ կար հնարավորություն նայելու, դիտելու եւ մասը դառնալու հայկական մշակույթի, հայկական կտավներին, ինչը իրոք շատ ողջունելի էր։ Պաստորեն պետք է թանգարանել հաճախ գնալ, որպեսզի նմանատիպ մտքեր թանգարաններից է գալիս միտքը։ Իսկ մասնակիցները որտեղ կարող են գտնել, որպեսզի կարողանան գրանցվել մրցույթի Հա, համար։ սրա մասին իսկապես շատ շուտ է խոսելը, որովհետև այո, դեռ չենք որոշել մրցույթը որ ֆորմատով ենք անցկացնելու, բայց անպայման կհյուրընկալենք ձեզ եւ կպատմենք սրա մասին։ Տեղեկությունները այնքան շատ են, եթե ինչ-որ մի բան մենք մոռացել ենք, խնդրեմ սիրով համեցեք, դուք էլ կարող եք Ես միայն շնորհակալություն կուզեի հայտնել, իհարկե անուններ չեմ կարող տալ, չի ուզի որևէ մեկի անունը մոռանայի, բայց նախ առաջին ալիքի մեծ թիմին մեծ շնորհակալություն։ Իսկապես այս թիմը արեց անհնարին այս պրոյեկտում եւ բոլոր այն մասնագետներին, ովքեր ընթացքում մեզ միացան, հյուրերին, պատվիրակություններին, ժյուրիի անդամներին, բոլորին, նաեւ կուզեմ շատ նշել դասական Եվրատեսիլ Ետնաբեմ անձնակազմին մեծ շնորհակալություն, նրանք առաջին օրվանից ներկայացրեցին ամենահետաքրքիր պահերը, որոնք որ կադրից դուրս էին մնում։ Այդպես շնորհակալություն բոլորին։ Մենք ենք շնորհակալ, որ դուք առավոտը սկսեցիք մեզ հետ ու ժամանակ գտաք, որ այս հետաքրքիր գեղեցիկ թեմայի շուրջ խոսենք։ Մենք ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, հուսով եմ կհանդիպենք շուտով։ Անպայման, որովհետև այդքան շատ հարցեր որ տալիս ենք, մեր միակ նպատակն այն է, որ դուք եք մեղավորը, որ մենք արդեն համ տեսել ենք, մեզ համը շատ է դուր եկել ու հիմա սպասում ենք ձեր հաջորդ միասին այդ աշխատանքին։ Շատ շնորհակալություն ձեզ, լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ մենք շարժվենք առաջ։